Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար Ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Մի քանի օր առաջ ավականու նիստներ, թերևս այս տարվա, եթե տանի բաժանենք երկու մասի, վերջինը, որովհետեւ մյուսը լինելու է սեպտեմբերին, ավականին քննարկում էր տարվա թերևս կարևորագույն այն որոշումները, որոնք բացի բյուջեն քննարկվել էր, քննարկվում էր այն կարևորագույն խնդիրները, առաջարկությունները, հիմնական մեծ առաջարկությունը, որի համար կարելի է մեր զրույցի մի մասը տրամադրել, դա քննող հանձնաժողով ստեղծելն էր, որը կարելի ասել նմանվում էր ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին, որը ինչ-որ մի ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները պիտի քննի, հասկանա առհասարակ ինչ է տեղի ունեցել, ովքեր են մասնակիցները եւ վերջում ինչ-որ երևի պատժի միջոցներ մտածի կամ առհասարակ դա փոխանցի դատախազությանը, որ հետո գործին ընթացք տրվի։ Առհասարակ սա ինչի մասին էր եւ տարեթվերը առհասարակ ինչի էին այդքան շատ 96-ից 91-ից մինչեւ 25 թվականը, ինչպես է դա իրականացվելու, այդ մարդիկ ոնց են կարողանալու էլի 91 թվականից 25 թվականը իրականացված այդ մեծ ծածավալ գործընթացները քննել, առհասարակ սա ինչի մասին էր։ Նախ առաջին հերթին սա ըստ իս նրա մասին էր, որ Երևանի ավականին համարում է, որ մեր երկրում հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, քննչական կոմիտեն, ոստիկանությունը բոլորը թերացել են իրենց աշխատանքում եւ միակ կառույցը, որը կարող է այս բոլոր խնդիրներով հանրությանը հետաքրքրող նաև զբաղվել, դա այս կառույցն է։ Ինչի հետ ես բացարձակապես համաձայն չեմ, որովհետև այս իշխանությունը արդեն 7 տարի է իշխանության է եւ նշածս կառույցները ինչով են զբաղված միջև այսօր եւ այդ մասնավորեցման դեպքերը տասնյակ պատճառներով են տեղի ունեցել եւ այնպես է որ բոլորս գիտենք փոքր երկիր ենք, փոքր քաղաք ենք եւ բոլորս գիտենք այս ամենի հետևում ով է կանգնած եւ հանրությունը արդեն հոգնել է այս նույն ձայնապնակը նախկինների օրոք պատահեց սա եւ այլն շատ ավելի լավ կլիներ որ թեկուզ որպես նախընտրական ինչ որ բան օգտագործելու համար դուք ի վերջո արդեն բացահայտած լինեիք մանկապարտեզները վերադարձրած լինեիք որովհետեւ եթե չեմ սխալվում 2019 թվականին Հայկ Մարությանի օրոք երկու մանկապարտեզ համայնքին վերադարձվել էր բայց այդ մանկապարտեզները ինչպես այն ժամանակ վերադարձվեցին, այդ կետում էլ մնացին։ Ինչի համար չեն վերանորոգվել, ամրացվել, եթե այնտեղ ինչ-որ խնդիրներ կային, եւ վերադարձվել համայնքին անցել բավական երկար ժամանակ։ Ունենք փաստը վերադարձի, ինչով է դա ավարտվել։ Դա ձեզ դա չի հետաքրքրում, ձեզ հետաքրքրում է այս հերթական ինչ-որ մի բանը։ Եվ գիտեք, ես ղեկավար ունեի, ով ինձ միշտ ասում էր, եթե ուզում ես ինչ-որ մի գործ ուղղակի չկատարվի, ստեղծեք հանձնաժողով եւ սկսեք դրանով զբաղվել, քննել եւ այլն։ Այդ ժամանակաշրջանը վաղուց ավարտվել է։ Արդեն հասել է այն ժամանակը, որ պետք է բացահայտված լիներ այդ ամենը եւ հանրությանը ներկայացված լիներ։ Իսկ սա ուղղակի հերթական նախընտրական ինչ որ ուրեմն բանագործողություն է, որը իշխող ուժը իր ուրեմն սատելիտների հետ միասին ուզում է իրականացնի, ինչն էլ նաեւ պարզ երևաց քվեարկության ժամանակ։ Դրա համար ես գտնում եմ, որ դա անարդյունավետ ինչ-որ մի գործընթաց է լինելու եւ ինքս դեմ եմ քվեարկել այդ նախագծին, որովհետեւ շատ ավելի լուրջ բաներ կա, որ կարելի է անել։ Եվ նաև իմիջիալից մենք առաջարկել ենք ինչի մենակ մանկապարտեզները, եթե մանկապարտեզները ուղղակի էմոցիոնալ որպես շեշտադրում շատ կարևոր է, հնչեղ է։ Այգիներից օգտվում են շատ ավելի շատ մարդիկ եւ շատ ավելի շատ մարդիկ են անհանգստացած, որ մեր այգիները բետոնապատված է, որ օղակաձև զբոսայգին տարատեսակ կառույցներով ողողված է, այդ ամենը արվել է անօրինական եւ բացի սրանից ես ապրում եմ Նորքում եւ Նորքի լանջը 2019 թվականից թե 20 թվականից սկսեց շատ ակտիվ կառուցապատվել միջը այդ դա չէր եղել դե բոլորս գիտենք որ դա անտառային հողեր են եւ սեփականության գործընթացները չեն իրականացել այնպես ինչպես հարկն է դե հետ բերեիք դա այսրանով զբաղվեիք եւ ցույց տայիք որ դուք կասեցրել եք եւ պետության շահ գերակա ճանաչելով որովհետեւ Նորքի լանջի կանաչապատման հարցը անտառապատման անտառային շերտ ստեղծելու շատ կարեւոր քաղաքի համար, որովհետև դա արևմտյան լանջ է, որը շատ տաքանալու է այս բետոնապատման արդյունքում եւ դրանով էր պայմանավորված, որ Խորհրդային Միության
այն ժամանակ այստեղ անտառ էր ստեղծվել, որը պետքա փաստացի հովասներ քաղաքը։ Իսկ մենք հիմա բետոնապատեցինք եւ 0 արդյունք ենք ունենալու ավելի ծանրանալու խնդիրը եւ եւս մեկ հարց 30 տարի իրար հաջորդող իշխանությունները սեփակ բան են տալիս շինթույլտվություններ են տալիս այդ 30 տարվա ընթացքում եւ այս վերջի 7 տարվա ընթացքում քանի նոր մանկապարտեզ եք ստիպել որ թաղամասերում կառուցվեն քանի նոր մանկապարտեզ է հանձնված չէ որ 200 երեխա պետք է 200 երեխա եթե կա պետքա լինի արդեն մանկապարտեզ տարածքում այդ շենքերը կան մենք ունենք շենքերի Երևան Այս դրա մասին է պետք մտածել, որ երբ որ շինթույլտվություններ եք տալի, բնակելի ֆոնդին համարժեք պետքա լինեն եւ կանաչապատ տարածքներ, եւ դպրոց, եւ մանկապարտեզ, այսինքն այս ամենի մասին է պետք մտածել, ոչ թե անընդհատ ասել հինը ով տարավ, հինը տարան, պատժեք Պատժեիք ցույց տեք, որ պատժել եք եւ նորի մասին արդեն խոսեք, թե դուք ինչ նոր բաներ եք արել Ավականու նիստերը տարբեր ձևերով անընդհատ սկսում են շատ կրճատվել ժամանակահատվածը Ենթադրելի պիտի լիներ, որ ավականին, երբ որ նիստ է գումարում 1 միլիոն եւ ավել բնակչություն ունեցող մայրաքաղաքի ավականին պիտի ունենար շատ բազմազան հարցերի զեկուցվող քանակ նախ, երբ որ մենք ավականու նիստերը նայում ենք, տեսնում ենք օրակարգերում, որ մեծամասնությունը չզեկուցվող են, ու կարևոր հարցեր են դրանք բավականին, որ չեն զեկուցվում, ավականու տարբեր անդամների հետ խոսելով նկատում ենք, որ ու տարբեր տարիների անգամ ներկա իշխանության օրոք չէ դրանից առաջել ավականու անդամներ, մարդիկ ասում են, որ ժամանակին եղել է նաև, որ օրերով է եղել ավականու նիստերը, տարբեր օրերի են եղել, որպեսզի օրակարգը կարողանան սպառել, օրակարգի չզեկուցվող հարցերի շատանալը, ինչի կհանգեցնի եւ սրա նպատակը որն է։ Ես ինքս նաև եղել եմ նախորդ գումարման ավականու անդամ Եվ իրոք այնպես էր, որ կարող է ամբողջ օրը տևեր հարցի քննարկումը եւ հաջորդ օրը նույնպես շարունակվեր։ Հիմա ես կարծում եմ, որ այսպես կրճատելը պատասխանն այն հարցի, որ այսօրվա իշխանությունը համարում է այսպես, կա երկու պատասխան՝ մեր եւ սխալը։ Այսինքն եթե մենք որոշել ենք, այդ որոշումը մեր մեծամասնությամբ այսպես թե այնպես անցնելու է եւ բացարձակապես կարիք չկա հանրությանը հաշվետու լինելու։ Եվ սա միայն սրա մասին է խոսում, որովհետեւ հանրությունը ամբողջությամբ դուրս է մնում այն բոլոր որոշումներից, որ եւ անտեղյակ է մնում նրանից թե ինչ է կատարվում քաղաքում եւ ժամանակի մեջ նաեւ դառնալու է անտարբեր։ Սա անխուսափելի գործընթացներ են, որովհետեւ նաեւ քաղաքական այդ ակտիվությունը պետք է նաեւ մեր քաղաքացիները, մեր բնակիչները, հարկատուները հասկանան որտեղ են գնում իրենց հարկերը, ինչի համար արվեց այս որոշումը։ Չէ՞ որ երբ որ ավականու դահլիճ տարբեր խնդիրներ են բերվում, որոշման նախագծեր են բերվում, եւ ընդդիմադիրները եւ իշխող ուժի ներկայացուցիչները տարբեր հարցեր են բարձրացնում, հարցը ներկայացնողը պատասխաններ ներկայացնում եւ հարցը քննարկվում ընթացքում ինչ որ սխալ բաներ են պարզաբանվում, որոնք հավելյալ աշխատանքի կարիք ունեն, նույն օրինակ տրանսպորտի հետ կապված։ Մենք տասնյակ հարցեր ենք այն ժամանակ տալիս հանձնաժողովներում, որոնց ուշադրություն չդարձվեց եւ մենք հիմա այսօր կենթանի օրգանիզմ Երևանի վրա տեսնում ենք մարդիկ ինչ մղձավանջի մեջով են անցնում ուղղակի սխալների հետևանքով հնդածես իրականացվող որոշումների։ Դրա համար ես կարծում եմ, որ այստեղ միայն հարցը կայանում է նրանում, որ այսօրվա իշխանությունը ուղղակի չի ուզում որևիցե բանով հաշվետու լինի եւ իրենց հետաքրքիր չի։ Հանձնաժողովի նիստերը, որտեղ որ քննարկվում են հարցերը, նրանք չեն հեռարձակվում։ Այսինքն հանրությունը ոչ հանձնաժողովի մակարդակով է տեսնում ինչ է քննարկվելու, ոչ էլ արդեն ավականու դահլիճում 11 հարցեր կարծեմ այս անգամ, որից 9 որ չէր զեկուցում, 2 հարցի համար մենք հավաքվեցինք, 2 հարց են քննարկել։ Կանաչապատումից մի պահ խոսենք, որովհետև օդի աղտոտվածությունը Երևանում բավականին բարձր է գտնում, եթե ինչ-որ փոքր քամի անգամ լինում է, Երևանի կենտրոնը նկատում ենք, որ ցենց փոշու ամպերով է պատված լինում, սրա ոչ թե քաղաքական կողմին նայենք, թե ինչ պիտի անեին, որ այսպես չլիներ, առհասարակ մասնագիտորեն, գիտականորեն ինչ պետք է անել, որ ոչ միայն իշխանությունը, այլ հասարակ քաղաքացին ինչ պիտի անի, որ ինչ որ ձև ինքն էլ ունենա այդ փոշու ամպը վերացնելուն միտված մասնակցություն։
Քանի որ Երևանում մենք չունենք խոշոր գետեր, մենք չունենք Երևանում ծով, օվկիանոս, այսինքն ջրային մակերեսների նաև սակավություն ունենք, ինչի դեմ իմիջիալոց խորհրդային միության ժամանակ բավական լուրջ գործողություններ էին արվում, որ ջրային մակերեսները քաղաքում շատանան, որպես ֆիլտրող մակերեսներ, անտառապատման շերտերը, լանջերի կանաչապատման այդ գործընթացները, սրանք բոլորը պաշտպանում էին բնակչության այն խնդրից, որը ունի առհասարակ Երևանը, եւ դարի սկզբում, նախորդ դարի սկզբում, երբ լայնածավալ կանաչապատման աշխատանքները ընթանում էին, հենց նպատակը դրանում էր կայանում, որ ինչ որ ձևով փոխել քաղաքի միկրոկլիման եւ 80-ական թվականներին դա բավական լավ հաջողվեց քաղաքային իշխանությանը իրականացնել այդ ծրագիրը։ Ցավոք սրտի հիմա մենք տեսնում ենք ուղիղ հակառակ գործընթացները եւ ամենակարևորը որ պետք է անել ղեկավար մարմնի կողմից, որոշում կայացնողների եւ իրականացնողների կողմից դա հայտարարել մառատորում Երևան քաղաքում ծառի հատման վրա եւ հատել բացառապես ինչ որ 2021 թվականին կանաչապատման հողակում մենք անում ենք պայքարել միջև վերջ ծառերի համար հատել բացառապես ուրեմն վթարային ծառերը եւ թողել այդ սակավ 5 անգամ ավելի պակաս ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների լայն սաղարդ ունեցող ծառերը, որոնք ունեն ֆիլտրող տերևների մակերես եւ որոնք նաեւ ունեն արմատային համակարգ, որը հարմարված է եւ հասել է գրունտային ջրերին եւ կարողանում են իրենց սպասարկել։ Սա ամենակարևորն է, որ պետք է արվի կառավարչական առումով։ Իսկ ամեն բնակիչ ուղղակի կարող է օրինակ իր պատուհանի տակ եղած ծառը շաբաթ օրը առավոտյան 5 դույլ ջուր լցնել այդ ծառի տակ ուղղակի որպես քաղաքի նկատմամբ իր պատասխանատվությունը կարող է իր բակում ինչ որ մի ծառ տնկել, որին ինքը խնամելու է։ Եթե ուղղակի պետք է տնկեն եւ մոռանան նրա մասին, ավելի լավ է չտնկեն բույսերին ավելյալ խնդիրներ բույսերի համար չստեղծելու առումով։ Հենց այսպես, եթե ուզում ես ինչ-որ մի բան անել լավ, արա ինքդ։ Այդ սկզբունքից եթե ելնեմ, խորհուրդ կտամ մեր երևանցիներին, ով այդ հնարավորությունը ունի, ինչ որ ձևով աջակցի քաղաքին, որովհետև քաղաքի ռեսուրսները շատ սակավ են եւ իրականում կա այս խնդիրը եւ դրա համար էլ նաեւ ես զարմանում եմ, երբ որ այն ծառատեսակները փողոցի երկայնքով, որոնք որ հարմարված են Երևանի կլիմային եւ դեռ տասնյակ տարիներ կարող էին ծառայել Երևանին, հատվեցին եւ նրանց փոխարեն տնկվեցին այնպիսի ծառատեսակներ, որոնք Երևանի փողոցների համար առավել եւս նախատեսված ծառատեսակներ չեն եւ հավելյալ մեծ խնամք են պահանջելու սակավ ռեսուրսի պարագայում։ Նույն օրինակ քաղաքապետարանի դիմացի այդ հսկայական ծաղկանոցը միջև այդտեղ սիզամարգ էր շատ լավ խնամված, որը մեքենայով հնձվում էր եւ ուներ ավտոմատ ոռոգման համակարգ եւ փաստացի ոչինչ չէր արվում այդտեղ։ Հիմա ծախսելով հսկայական միջոցներ, տասնյակ միլիոնավոր, մենք այդտեղ ստեղծել ենք հսկայական մի ծաղկանոց, որը ամեն տարի մենք պետք է խնամենք, այդտեղ պետք է աշխատեն 5-6 բանվորներ, որտեղ ծաղիկները պետք է խնամեն, այսինքն մենք անում ենք ուղղակի ռեսուրսի ծախս։ Ես օրերս գնացել էի Դավիթ Հաշենի այգի, որը միակ այգին է, որը շատ սիրում են բնակիչները, եւ 20 թվականին այդտեղ մենք ճմապատման աշխատանքներ ենք արել, նորմալ գործող ոռոգման ցանցեր, թող ոչ այդ արդիական, բայց ամենայն դեպս ապահովում էր կանաչ տարածքի կենսունակությունը։ Ես գնացել եմ անապատ, բանից պարզվեց, որ բնակիչներն էին ասում, ում հետ խոսեցի այգում, որ վերանորոգել են այգին եւ վերանորոգումից հետո ոռոգման ցանց արդեն 2 տարի չի աշխատում։ Այսինքն եթե մենք պետք է անենք այդպիսի վերակառուցում, այդպիսի բարեփոխում, բարեկարգում, որի արդյունքում կանաչ տարածքը պետք է զրկվի ոռոգման պայմաններից Երևանի նման ծանր կլիմա ունեցող քաղաքում, ապա ավելի լավ է առհասարակ այդ տարածքներին ձեռք չտան։ Էլ չեմ ասում, որ հողային տարածքները ահռելի քանակով բետոնապատվել են եւ այդտեղ կլոր նստարաններ են տեղադրված, որոնք դատարկ էին եւ այն նստարանները, որոնք որ կային ջեմուղու վրա, լրիվ բավարար էին եւ պետք չէր կանաչ շերտը փոխարինել բետոնապատ տարածքներով այգու մեջ, որը իր ֆունկցիան չի կատարելու։ Ոռոգման համակարգերին անդրադարձանք։ Ոռոգման համակարգերը մեր վարչական շրջաններում մի մասում կա, մի մասում ինչ որ չափ թերի է։ Մենք այս վերջում հրապարակումներ տեսանք համացանցում, մեր լրագրող գործընկերից մեկն էր տեղադրել, որտեղ ոռոգման համակարգի այդ խողովակների վրա քարեր էին դրված, ու այդ քարերով էր կառավարվում, թե ջուրը որ կողմ պիտի հոսի կամ ինչ պիտի արվի։ Այս մոտեցումը առհասարակ քաղաքին լավ է, վատ է, քաղաքը մեզնից չի նեղանալու։ Լավ է, բայց սարսափելի է ուղղակի։
Եվ գիտեք, երբ որ ես հենց ամեն անգամ դրա մասին եմ խոսում, որ կանաչապատման մեջ կան ֆունդամենտալ աշխատանքներ եւ կանաչապատման մեջ կան այսպիսի թեթև դեկորատիվ էֆեկտներ ապահովելու, թոս փչելու, այսպես գործողություններ, հա, եւ մենք օրինակ 2020-21 թվականին մեր հիմնական գործողությունները որոնք էին, մենք աշխատում էինք հորեր բացելու, գտնելու, որ կանաչ տարածքները ունենային ավտոնոմ ոռոգման ցանց, որովհետև հիմա օրինակ այս տարի հուլիսի 10-15-ն մենք դեռ ջուր չունեինք նորքում, ոռոգման ջուրը դեռ չէին միացրել, բայց Երևանում ոռոգելի սեզոնը սկսվում է շատ ավելի վաղ, այսինքն տվյալ պարագայում մենք կարողանալու ենք նաև այդ հարցը լուծել եւ շատ մեծ քանակով սկսեցինք իրականացնել ոռոգման ցանցեր, ծառերի փոխարինման ծրագիր չէինք անում, մենք տնկարանային տնտեսության զարգացման հարցն էինք լուծում, այսինքն կան ֆունդամենտալ աշխատանքներ եւ կան ուղղակի այս ահռելի գումարների վատնումը, որոնք օրինակ Սայաթ-Նովայի 1 միավորը այդ գնդաձև արևելյան սոսի արժ 155,000 3 տարի է տնկել են, մեզ խոստանում էին, որովհետև ես ինչ սաղարթներ են լինելու, կան այդ սաղարթները, թող երևանցիները գնան փորձեն այդ ստվերում այդ ծառերի գտնվել, ինչ իմաստ ուներ նման ահռելի գումարներով, մեր ակադեմիանում այդ գնդաձև կատալպաները, որոնք այգեպուրակային տարածքների ծառեր են, եւ էլի նորից գունդա չի մեծանալու, 100,000 ծախսել միավորի համար այդ ծառատեսակները առնելուն, ավելի կարևոր էր անել ոռոգման ցանցերի ուրեմն արդիականացման աշխատանքներ, որ նման ձևի ոռոգումներ մենք չունենայինք, ինչը նաև տուրիստների համար մարդիկ զարմանում են, թե մինչև հիմա դեռ քարով են անում։ Այդ առաջնային, երկրորդային տարանջատումը առհասարակ քաղաքային իշխանությունը կատարող անձնակազմային մարդիկ, ովքեր որ ըստ երևույթին ենթադրելի է, որ պիտի իրենք խորհուրդ տային առհասարակ, թե ոնց է ճիշտ անելը, ոնց է հստակ քայլերի հաջորդականությունը, այս մարդիկ ուր են, ովքեր որ պիտի խորհուրդ տան քաղաքային իշխանությանը։ Ես արդեն ասացի, որ քաղաքային իշխանության մոտ կա այսպիսի մոտեցում, կա երկու պատասխան, մերը եւ սխալը։ Այսինքն, եթե իրենք ընտրել են խորհրդատուներ, իրենք համարում են, որ իրենց խորհրդատուները ամեն ինչ ճիշտ խորհուրդ են տալի, այն պարագայում, որ օրինակ իրենց խորհրդատուներ բաների ծառերի հետ կապված Ժիրայր Վարդանյանը, Արծվին Գրիգորյանը, Ժիրայր Վարդանյանի մենագրության մեջ գրված է, որ Երևան քաղաքի համար անհարմար ծառատեսակները, որոնք չեն հարմարվում կլիմային եւ ամենաշատն են տուժում, դա ալբիցիան է, դա հուդայածառն է, դա ուրեմն ձիակազգն է, դա բոլոր այն ծառատեսակները, որոնք իրանք տնկեցին Երևանի փողոցներում։ Հիմա ես ինչպես որպես Երևանի ավականու անդամ վստահ եմ նման գիտական միտք գրողին սեփական գրքում եւ Երևանի փողոցներում տնկեն այդ նույն կատալպան, նույն հուդայածառը, նույն ալբիցիան, նույն ձիակազգը եւ ունենանք այն խնդիրները, որոնց մասին ես անդադ խոսում եմ։ Շատ ավելի հաճելի կլիներ, որ այս գիտական աստիճան ունեցող մարդիկ ժամանակին ախտորոշեին թեղու տերևակերի խնդիրը եւ Երևանին չկանգնեցնեին այս վիճակի առաջ, այլ ոչ թե անընդհատացնեին, որ պետքա ծառերը խորետի ենթարկել եւ ինչով ավելի ծանրացնել թեղու խնդիրը։ Հիմա ամբողջ Երևանով ես անընդհատ խոսում եմ սրա մասին, 4 տարի ասում եմ, որ ամբողջ Երևանով մենք ունենք կաղնի ծառատեսակի սպეციფიկ միջատով վնասվելու խնդիր եւ սա զանգվածային է։ Այսինքն, եթե դուք ինչ-որ գործողություն անում եք, դուք անարդյունավետ եք անում այդ գործողությունը, որովհետև խնդրեմը չի լուծվում։ Ինչ ենք անելու հաջորդիվ։ Քաղաքային իշխանության այս ստրուկտուրայի ղեկավարը ասում էր, որ մենք չկարողացանք կանգնեցնել, հո անընդհատ չենք սրսկելու ծառերը։ Մենք պետքա հատենք թեղիները։ Այսինքն հիմա այլ հաջորդիվ դուք պետքա հատեք բոլոր կաղնիները, միջև այդ հացենիներն էին տերևներից զրկվել, որովհետև թրթուրը ամբողջությամբ ոչնչացրել էր։ Հացենիները զրկեք, այսինքն ձեր մեխանիզմը պարզ չի, որ սխալ է, եւ ձեր մոտեցումը պարզ չի, որ սխալ է։ Այսինքն քաղաքային իշխանությունը առաջին հերթին պետք է արդյունավետությունը տված խորհուրդների գնահատի, եւ երբ որ միջազգային փորձագետները, որոնց եզրակացությունները ես տասնյակներով բերել եմ Երևանի քաղաքապետին ցույց էի տվել, այստեղ կարելի էր ուղղակի մի փոքր ուշադրություն դարձնել, հասկանալու համար, որ այն ծառերը, որոնք դուք հատեցիք, հետ բերելու չի, բայց այն խնդիրները, որոնք դուք ստեղծեցիք Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի համար, տասնյակ տարիներ այդ խնդիրները չեն լուծվելու, որովհետև ընտրությունը սխալ է, իրականացված որոշումը սխալ է։
Ես ճիշտ հասկացա, որ նույն մասնագետը, որ իր գիտական աշխատությունում գրել է մեկ այլ բան, խորհուրդ է տվել արդեն քաղաքային իշխանությանը մեկ այլ բան։ Իրականացրել է, քանի որ Արծվին Գրիգորյանը կանաչապատման ՀՕԱԿ-ի գլխավոր դենդրոլոգն է, այսինքն նա ի պաշտոն է այդ որոշումները իրականացնում ՀՕԱԿ-ում, այդ ամենի տերը, այսինքն, իսկ գիտատեխնիկական խորհրդի նախագահը Ժիրայր Վարդանյանն է, ում մենագրությունն է սա։ Այսինքն ասեք, ես որպես Երևանի հավաքանու անդամ, այստեղ ընդդիմադիրի հարցը, թե տվյալ անձի, ով որոշում է կայացրել, եւ հավելեմ, որ այդ ծառատեսակները, որոնց մասին գրում է Հարգարժան պրոֆեսորը, բանում Երևան քաղաքում ոչ մի փողոցում խորհրդային միության ժամանակ չկան, այսինքն գնահատականը տրվել է այս ծառերի համար այգեպուրակային տարածքներում։ Այսինքն դուք գրում եք, որ այգեպուրակային տարածքներում այս ծառատեսակները ամենավնասվողն են եւ որոշում եք կայացնում նույն ծառատեսակները բերել Երևան քաղաքի փողոցներում տնկել։ Այսինքն սա ինչ մոտեցում է։ Եվ ես ոնց վստահ եմ, որպես Երևանի հավաքանու անդամ, նման որոշումները իրականացնող անձանց մասին ինչ կարծիք ես պետք է ունենամ պրոֆեսիոնալիզմի առումով։ Թերևս եթե մենք sense անընդհատ խոսենք այս բարդություններից, դժվարություններից, Երևանը այն քաղաքներից է, որտեղ շոկը լավ արտահայտված է։ Քաղաքացիները արդեն այս կտրված ծառերի կամ ստվեր չունեցող փողոցներում գնում են, քայլում են, կանգնում են ինչ-որ ձև, ինչ գործողություններ առհասարակ այս շոկ օրերին պիտի անեն քաղաքացիները, որպեսզի գոնե շոկից առանց այս ստվերի պաշտպանվեն։ Հիշեցի, երբ որ Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում էր պատասխանատու կառույցի ղեկավարը իր թիմով այդտեղ ներկա էր եւ բարձրաձայնեց, որ թող անձրևանոցներ օգտագործեն եւ թող կոլատերալ փողոցներով շարժվեն, անպայման չի, որ այդ ժամերին իրենք դուրս գան, այսինքն խորհուրդը պետական կառույցից այդպիսին է պատկերացումը 1 միլիոնանոց մայրաքաղաքում ապրող մարդկանց մասին։ Ցավոք սրտի նաև այստեղ մենք մի շատ լուրջ խնդիր ունենք, որ մարդիկ նաև կանգառներում ստիպված են ոչ ճիշտ աշխատող տրանսպորտի համակարգի հետևանքով կանգառներում շատ երկար ժամանակ նաև կանգնած ստիպված են սպասել տրանսպորտին։ Այսինքն անպայման պաշտպանության մասին պետք է իրենց առողջությունը պաշտպանելու մասին պետք է անհանգստանալ, որտեղ մեր արևը քաղցկեղածին է, այստեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը շատ բարձր է, լեռնային երկիր ենք մենք եւ անպայման պետք է պաշտպանվեն, միշտ լինեն ստվերային հատվածում, եթե այդ հնարավորությունը կա, հակառակ դեպքում ծածկեն գլուխը, անպայման ծածկեն աչքերը, որովհետեւ աչքերի համար սա շատ վտանգավոր է, կրեն սպիտակ հագուստ հնարավորինս եւ չլինի ուրեմն սինթետիկ հագուստներ չկրեն այս սեզոնին եւ անպայման ցանկալի է որ իրենց մոտ ունենան ջուր, ջրի պաշար, ունենան ինչ որ թաշկինակ, ինչ որ մի բան, որ կարելի է թրջել, ծոծորակին այդպես դնել, որովհետեւ հետևանքները որպես կարճաժամկետ արևային հարվածի ձևով կամ արևահարվելու կարող են լինել եւ հեռանկարային երկարատև ժամկետում, այսինքն հետևանքները զգան իրենց առողջության վրա։ Շնորհակալ եմ շատ։ Մենք անդրադարձանք հավաքանունիստից մինչև քաղաքացիների առողջությանը։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Երևանի հավաքանու ազգային առաջընթաց խմբակցության հավաքանու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Կհանդիպենք։